Բարի օր, մենք շարունակում ենք Մեդիալաբի եթերում փոդքասթների շարքը, նրանք նվիրված են պատերազմից հետո Հայաստանի հասարակության հոգեկան առողջությանը։ Այսօր մեր հյուրն է Անուշ Ալեքսանյանը, Երկուսով հոգեբանական կենտրոնի տնօրեն և հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի փոխնախագահ։ Բարև ձեզ։ Ես հիշեցնեմ, որ ես Լիաննա Խաչատրյանն եմ։ Անուշ, մենք մեր փոդքասթների ընթացքում զրուցել ենք մի շարք թեմաների շուրջ կամ պատրաստվում ենք զրուցել մի շարք թեմաների շուրջ եւ այսօր ձեզ հետ ուզում ենք քննարկել ընդհանուր հասարակության վրա պատերազմի, հատկապես, չգիտեմ, երևի դա էլ ինձ թվում է, որ դա էլ կապ ունի պարտված պատերազմի ազդեցությունը։ Չգիտես ինչից թվում է, որ արդյունքն էլ է ազդում հասարակության վրա։ Եվ երևի թե սկսենք ամենաընդհանուր հարցից, նկարագրություն եմ ուզում ձեզնից խնդրել, թե ինչ ազդեցություն է ունենում պատերազմը առհասարակ հասարակության վրա։ Որտեղ կար ինչ-որ կյանք, հետո պատերազմ եւ հետ պատերազմյան կյանք։ Ինչ փոփոխություններ ենք մենք տեսնում։ Գիտեք, այստեղ մենք պիտի խմբերի բաժանենք անպայման մարդկանց, որովհետև պատերազմը լրիվ տարբեր ազդեցություն կարող է ունենալ, տարբեր չափով դրան մասնակից կողմերի վրա։ Մարդիկ, որոնք անմիջապես մասնակցել են պատերազմին, առանձին խումբ են, զինվորականները, ընդհանրապես մարդիկ, որոնք պատասխանատու են նաև պատերազմական այդ գործողությունների համար, կազմակերպական եւ այլ լրիվ ուրիշ խումբ են, մարդիկ, որոնք կորուստներ են ունեցել, այլ խումբ են, մարդկային կորուստներ կամ նյութական կորուստներ, մարդիկ, որոնք կարող էին լինել մասնակից, բայց այս կամ այն պատճառով մասնակից չեն եղել, նրանք մեկ այլ խումբ են զոհերի, այստեղ հետաքրքիր նյուանս կա, դրա համար եմ նշում, օրինակ Արցախի բնակիչները, որոնք որ գտնվում էին Հայաստանում տարբեր պատճառներով, ասենք, սովորելու կամ տեղափոխվել են կարճ ժամանակ առաջ կամ ինչ-որ այլ գործերով Հայաստանում էին գտնվում, նրանք էլ յուրահատուկ խումբ էին կազմում այս ամբողջ ընթացքում, երբ որ տեսնում էին իրենց գյուղացիներին, իրենց ընկերներին, դասընկերներին, գործընկերներին, որոնք գտնվում են հենց կիզակետում այս դեպքերի իրադարձությունը եւ իրենք կարծես անմասն են մնում եւ ոնց որ ինչ որ իմաստով շահում են, բայց նաեւ հոգեվիճակը հեչ դրանից լավ չի։ Եվ մարդիկ, որոնք խորը էմպաթիայով հետևում էին այս բոլոր process-ներին, այսինքն նրանցից յուրաքանչյուրը շատ տարբեր կերպ է արձագանքում։ Այստեղ նաև տարբերությունները կախված են տարիքից, անձի հոգեկերտվածքից, որքանով լաբիլ է իր հոգեկերտվածքը, որքանով ինքը ամուր է, դիմացկուն է, արդյոք մինչ այդ նմանատիպ փորձ ունեցել է, թե չի ունեցել, տրավմաների պատմություն կա, թե չկա։ Այսինքն գիտեք, ընդհանրական արդյունք ասել, որ այսպիսի հոգեվիճակում են մարդիկ գտնվում, մենք անպայման կսխալվենք, մենք ինչ-որ միտեղ ինչ-որ մեկին բաց կթողնենք, բայց բնականաբար պատերազմը խոշոր իրադարձություն է, որը մարդկանց կյանքը բաժանում է երկու մասի, մինչ պատերազմը եւ պատերազմից հետո, այսինքն մենք սա բնորոշում ենք որպես տրավմատիկ իրողություն, որովհետեւ գրեթե անհնար է դրանից առանց կորուստների դուրս գալ։ Իհարկե լինում են մարդիկ, որոնք կարողանում են ինչ-որ կերպ անմասն մնալ այդ ամենին, բայց նրանք եւս տվյալ հասարակության մի մասն են կազմում եւ իրենք այս կամ այն կերպ այդ հասարակության ապրումների եւ ընդհանուր կոլեկտիվ process-ի մեջ են գտնվում։ Եվ այդ իմաստով մենք պիտի հաշվի նստենք նրա հետ, որ հասարակությունը սուր սթրեսային վիճակից անմիջապես հետո այդ դրության մեջ է գտնվում եւ արձագանքները կարող են շատ մեզ համար օրինակ անսպասելի լինել, թե կարող են դրանք արտահայտվել դեպրեսիայով, թե կարող են իմպուլսիվ դրսևորումներով արտահայտվել, թե կարող են ագրեսիայով արտահայտվել, անհանդուրժողականությամբ, թե կարող են, ասենք, բուռն ինչ-որ պահպանողականության կոչերով կամ կրոնական ինչ-որ բուռն sense արձագանքներով արտահայտվել։ Այսինքն մենք պիտի
կոնկրետ հոգեկան առողջության փոփոխությունների նախ անընդհատ մոնիտորինգ անցկացնենք, որովհետև պարզապես ենթադրություններ անել առանց մոնիտորինգ անցկացնելու, առանց հետազոտություններ անցկացնելու, առանց վերահսկելու իրավիճակը, առանց տվյալներ հավաքագրելու, սա էլ մի քիչ մակերեսային մոտեցում է։ Այստեղ պիտի համապարփակ պետական մոտեցում լինի հասարակության հոգեկան առողջության ուսումնասիրման եւ այդ հոգեկան առողջության դինամիկայի հետազոտման առումով։ Այս առումով պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն։ Եվ դա չպիտի մնա, ասենք, լոկալ կառույցների, ՀԿ-ների վրա, սա պիտի արվի համապարփակ, ամբողջ հասարակությունը պիտի գտնվի հոգեկան առողջության տեսանկյունից պիտի այսպես ուշադրության եւ խոշորացույցի տակ գտնվի, որովհետեւ այդ փոփոխությունները շատ դեպքերում նաեւ անկանխատեսելի են եւ անկառավարելի են։ Մենք չգիտենք, թե ինչ ուղղությամբ փոփոխությունները կլինեն, որովհետև մեր հասարակությունը անընդհատ գտնվում է ակտիվ մեդիա ազդեցության տակ, եթե այդպես խիստ ասենք չասեմ մեդիա տերորի եւ տարբեր բաների ազդեցության տակ, եւ սա եւս պիտի վերահսկվի։ Այսինքն մենք եւ պիտի հետազոտենք հասարակության հոգեկան առողջության դինամիկան եւ պիտի վերահսկենք այն բոլոր կանխատեսելի ազդեցությունները, որոնք կան, օրինակ մեդիայում, չգիտեմ, ինչ ասես չպիտի հրապարակվի, ինչ ասես չպիտի տարածվի, ամեն ինչ չպիտի թույլատրվի, որ հասարակության համար հասանելի լինի, բայց այս պահին ես կարծում եմ, որ այդ վերահսկողությունը բավարար չափով չի իրականացվում։ Հետո գիտեք ոնց այստեղ մի ուրիշ հարց է ծագում, միշտ որպես մեդիայի մարդ, հա, պատասխանեմ, երբ որ խոսք է գնում վերահսկողության մասին, միշտ հարց է ծագում, թե ովքեր են լինելու վերահսկողները, եւ սա նույնպես խնդիր է, հա, եւ ինչ ծրագրով է դա իրականացվելու, քանի որ մենք չունենք այն ինստիտուտները, որոնք կարող են ելնելով իրենց առած հետազոտություններից ծանրակշիռ խորհուրդ տալ նույն կառավարությանը, այս ամեն ինչը ինչ որ ցանկությունների բաժնից է, բայց դե առաջին հերթին կարծում եմ առողջապահության նախարարությունը պիտի զբաղվի դրանով եւ կոնկրետ մեթոդական ուղերձներ, մեթոդական նամակներ պիտի գնան բոլոր մեդիա, ինչ են ասում, մեդիա ստեղծողներին, հա, պիտի գնան հատուկ նամակներ եւ հորդորներ եւ պահանջներ, թե ինչպես պետք է այս փուլում լուրերը տեղ հասնեն, լուսաբանվեն, ինչպիսի բառերից եւ ինչպիսի ուղերձներից պետք է խուսափել, հատուկ հորդոր ուղերձներ եւ պատվերներ պիտի գնան նաեւ բոլոր թե մարզային հոգեկան առողջությամբ զբաղվող կառույցներին, թե ասենք պետական կառույցներին, թե մասնավոր կառույցներին պիտի հստակ հրահանգներ գնան, թե այս փուլում ինչպիսի ծրագրով, ինչպիսի քայլերով պետք է մարդկանց հոգեկան առողջության խնդիրներով զբաղվեն։ Ես կարծում եմ, որ մենք դեռևս այդ բոլոր գործընթացները անում ենք տարերային կերպով եւ բեռը մնում է ինչ-որ ՀԿ-ների վրա, մասնավորների վրա, կոնկրետ անհատների վրա, որոնք զբաղվում են իրենց առողջությամբ, կամ կառույցների, որոնք առողջապահական ապահովագրությամբ են, ասենք, զբաղվում, սկսում են օրինակ ապահովագրել նաև հոգեկան առողջության խնդիրները եւ այսինքն sense մասնավոր տեղային ինչ որ լուծումներ են տրվում։ Դրանք իմ կարծիքով ազդեցություն մեծ հաշվով չեն կարող ունենալ, որովհետեւ եթե մենք ուզում ենք ընդհանուր փոփոխություն ունենանք, ուրեմն մինիմալ չափով պիտի պրոցեսներ ներդրվեն հասարակության յուրաքանչյուր անհատի համար։ Օրինակ, եթե մենք ուզում ենք, որ ասենք գրագիտության մակարդակը փոխվի, ապա գոնե տարական գրագիտություն պիտի ունենան բոլոր քաղաքացիները։ Պատկերացրեք, գոնե տառաճանաճ ասենք լինեն։ Առաջին պետք է սկսել դրանից, հետո նոր գնալ ինչ որ ավելի բարձր մակարդակ։ Հիմա օրինակ հոգեհիգիենայի տարական գիտելիքներ պիտի հասարակության յուրաքանչյուր անհատ ունենա, կամ ինչ որ առաջին այդ օգնության հմտությունները, հասարակություններ են գնում, որ պետք է գոնե բուհերում դասավանդել։ Օրինակ, ես կարծում եմ մեր երկիրը շատ մեծ փորձ ունի տարատեսակ ռիսկային եւ տարատեսակ ճգնաժամային իրավիճակների, թե պատերազմների, երկրաշարժի, հեղափոխությունների, տարբեր քաղաքական, սոցիալ-տնտեսական տեղաշարժերի մենք մեծ փորձ ունենք, փոքր երկիր ենք, բայց ունենք այս առումով իրականում մեծ փորձ։ Մենք կարող էինք լավ դպրոց լինել աշխարհի տարբեր երկրների համար, եթե մենք ունենայինք մշակույթ մեր սեփական փորձի վրա սովորելու,
զարգանալու եւ մարզվելու։ Մենք պիտի այսօր արդեն ունենայինք ռիսկերի կառավարման շատ լուրջ մշակույթ, ձևավորված մշակույթ եւ կոնկրետ ուղերձներ, կոնկրետ քայլեր արտակարգ իրավիճակների կառավարման, բայց մենք նման իրավիճակներում իրականում հայտնվում ենք խոճապային վիճակում եւ սկսում ենք տարերային գործողություններ անել։ Սա խոսում է այն մասին, որ մենք մեր փորձի վրա չենք սովորում։ Հիմա այստեղից հետ գնալով կարելի է ենթադրել, թե ինչ հոգեվիճակում է գտնվում մեր հասարակությունը պատերազմից հետո։ Ես կարող եմ ասել, որ հուսալքված, դեպրեսիայի բավականին մեծ, այսպես շատ լայն տարածում ունի դեպրեսիան, մենք այսօր դեպրեսիայի արտաքին դրսևորումները շատ փոխվել են, այսինքն մարդիկ պարտադիր չի գտնվեն շատ այսպես վատ տրամադրության մեջ, մի տեսակ դեմքի արտահայտությունն է լինի տխուր, դժբախտ, մարդիկ կարողանում են լավ քողարկել արդեն իրենց էմոցիաները եւ շատ ակտիվ աշխատանքի գնացող գործունյա մարդը կարող է բավական լուրջ դեպրեսիա ունենալ եւ դա արտահայտվի մոտիվացիայի պակասով, հաճույքի բացակայությամբ առհասարակ կյանքում մարդուն հարցնում ես ինչից եք հաճույք ստանում կամ վերջերս երբ եք հիշում, որ անկեղծ լիաթոք ուրախացել եք, ասում եմ չեմ հիշում, ոչ մի բանից հաճույք չեմ ստանում, ոչինչ անելու ցանկություն չունեմ, որևէ նպատակ, որևէ պլան ապագայի հետ կապված չունեմ։ Ես կարծում եմ, որ այսպես կարող են շատերը պատասխանել այսօր իմ տված հարցին։ Եվ ես կարծում եմ, որ սա լուրջ իրավիճակ է, բավական նույնիսկ օրհասական, դեմոգրաֆիկ այստեղ մենք խնդիրներ ունենք նաև, հա, եւ երբ դրան գումարվում է մարդկանց հուսալքությունը, մենք բնականաբար ունենում ենք լիքը հետևանքներ, փախչելու, ոչինչ չանելու, եթե մարդիկ ուզում են օրինակ ձեռնարկել ինչ-որ գործ, ինչ-որ մի բան անել, օրինակ չեն անում, հավես, ցանկություն, հույս, հավատ օրինակ չունեն։ Շատ հետաքրքիր բան եք ասում։ Ես հիշում եմ, որ ոդքասթից առաջ երբ իրար հետ զրուցում էինք, թե մոտավորապես հայ ինչ ուղղությամբ է զրույցը գնալու, դուք նշեցիք վայ միջին տարիքի այդ աշխատանքային ակտիվ տարիքի մեջ գտնվող քաղաքացիների մասին, որոնք փաստացի այսօր այդ ձեր նկարագրած այդ սիմպտոմատիկան մեծ հաշվով կրում են իրենց մեջ։ Ես հաճախ այնպես է պատահում, որ զրուցում եմ քաղաքագետների հետ, հա, որպես լրագրող։ Եվ նկարագրելով հասարակությունը, քաղաքագետները եւ սոցիոլոգները իրենց տերմինաբանությամբ նշում են մեկ բառ՝ ապաթիա։ Ապաթիա ոչ թե հոգեբանական իմաստով, այլ քաղաքական իմաստով, գրագետ են նշում, որ հասարակությունը ոչինչ չի ձեռնարկում, ուզում է ամեն ինչից հեռու մնա, ոչ մի բանով չզբաղվի։ Հիմա ավելի խորանալով հենց այս ակտիվ հասարակության մասի հոգեվիճակի մեջ, որովհետև փաստացի այս մարդիկ են մեր տնտեսության եւ պետության ամբողջ բեռը իրենց մեջքի վրա գցում։ Այս ապաթիան ինքը ինչպես է արտահայտվում եւ ինչ անել դրա հետ, որովհետեւ փաստացի մենք ունենք վիճակ, որը ազդում է անգամ ամբողջ քաղաքական ընթացքի վրա եւ պետական ընթացքի վրա։ Տնտեսության եւ գիտեք, պետությունը հենվում է քաղաքացիների վրա, քաղաքացիների հոգեվիճակը եւ կառավարում է բիզնեսը եւ կառավարում է տնտեսությունը, ամեն ինչը քաղաքացու հոգեվիճակից կախված է ամեն բան։ Եվ եթե մենք դրանով չենք զբաղվում, մենք իսկապես օրհասական խնդիրների կարող ենք բախվել, ապաթիան դեպրեսիայի ախտանշաններից է եւ այո, այն ինչ ես նկարագրեցի, այդ հենց ապաթիայի մասն է, երբ որ մարդը ուղղակի այսպես դատարկություն է զգում, ոչինչ չի զգում, ոչ մի ցանկություն չունի, ոչ մի հետաքրքրություն չունի, մոտիվ չունի որևէ քայլ անելու եւ չի կարող պետությանը այս հարցերը չհետաքրքրել։ Եվ մենք իսկապես պիտի դրանով ակտիվ ձևով զբաղվենք եւ մենք պիտի իսկապես հույս, հավատ, մոտիվացնող ինչ որ ձեռնարկումներ պիտի ունենանք, ինչ-որ բան պիտի անենք, որ մարդիկ մոտիվացվեն շարունակել, ստեղծագործել, կառուցել, ապրել, ներդրվել այս պետության մեջ։
Եվ իմ կարծիքով, եթե մենք շարունակենք այս ձևով, նախ անընդհատ խոսակցություններ են գնում նորից պատերազմի մասին, այս մի վտանգավոր բանի մասին, այն մյուսի մասին, թե մեր գլխավերևում ինչ է կախված, հաճախ նաև դա իրար հետ պայքարող քաղաքական ուժերի բնականաբար, հա, բանն է, ոնց որ իրենք իրենց մոտիվներն ունեն այդ ամբողջը անելու, բայց չպիտի հասարակությունը գտնվի sense տարերային կերպով ինչ որ մարդկանց պայքարի կիզակետում եւ այդ հասարակությանը մեկ էս կողմ շփրտնեն, մեկ այն կողմ շփրտնեն ու այդ արանքում մարդիկ ինչ որ կերպ փորձեն իրենց հոգեվիճակը եւ առողջությունը պահպանել։ Մենք պիտի, ես կարծում եմ, որ վիճակագրությունը թե ֆինանսների, թե անշարժ գույքի, շուկայի, թե sense տարբեր խոշոր process-ների հստակ ցույց է տալիս, թե մարդիկ ինչ հոգեվիճակում են հիմա գտնվում։ Ներդրումները մի տեսակ sense կանգնած են, մարդիկ ներդրումներ չեն ուզում տարբեր ոլորտներում անել, ինչ որ սպասողական վիճակում են գտնվում, sense hold-ի վրա, ոնց որ դրված լինի ամեն ինչ։ Ես նկատել եմ կան զրույցներ, որ անգամ եթե մարդը ոչինչ չի ձեռնարկում, այսինքն այս պահին ինքը ապրում է Հայաստանում եւ ոչինչ չի ձեռնարկում, բայց կարող եմ եկել զրույցի ընթացքում ասել, հեչ մտածում ես գնաս երկրից։ Ոնց որ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե մարդը մտածում է արտագաղթելու մասին, այլ իր այս վիճակից փախնելու մասին, ու որպես այլընտրանք մտածում ես միգուցե եթե երկիրը փոխեմ կանցնի։ Այո, սա էլ շատ կա, շատ մարդիկ իրենց բոլոր խնդիրները կապում են երկրի հետ, իհարկե այդ այդպես չի, երբեմն ինչ որ բաներ կապված են երկրի եւ այն միջավայրի հետ, որտեղ մենք ապրում ենք, բայց երբեմն ոչ, բայց սա էլ է մտահոգիչ, էլի, ամեն դեպքում պետությունը պիտի դրանով զբաղվի, մարդկանց մտքերը ուղակի այդպես օթում բաց թողած բաներ չեն, դրանք իրականանում են, դրանց հետևից գործողություններ կան։ Մեզ պիտի մտահոգի մարդիկ իրենց ապագան, իրենց երեխաների ապագան, արդյոք կապում են այս պետության հետ, արդյոք իրենք ուզում են այստեղ տեսնում են իրենց ապագան, իրենց պայծառ, լուսավոր, երջանիկ ապագան, թե ոչ։ Դուք խոսեցիք այդ միջին տարիքի ակտիվ մարդկանց մասին, որոնք աշխատում են, ստեղծում են եւ ընտանիքներ են կազմում, երեխաներ են ունենում։ Հիմա պատկերացրեք, եթե այդ մարդիկ իրենց կյանքը եւ ապագան այստեղ չտեսնեն։ Իսկ ում վրա է հենվելու այս պետությունը, ովքեր պիտի գործ ստեղծեն, ովքեր պիտի ուսուցիչ դառնան, ովքեր պիտի բժիշկ դառնան, ովքեր պիտի իրենց, չգիտեմ, երեխաներին այստեղ ուղարկեն կրթության եւ պատկերացնեն իրենց երեխաների ապագան այստեղ։ Հիմա ուղղակի հարց տանք այսօր անկեղծ դուք ինքներդ հələ տեսեք մարդիկ իսկապես պատկերացնում են, որ այս երկրում ունենալու են երջանիկ ապագա, թե ոչ։ Իհարկե ոչ ոք չգիտի թե ինչ է տեղի ունենալու, սա պարզ բան է, ապագան կանխատեսելը տենց շնորհակալ գործ չի, բայց կարևորը ինչ են մարդիկ տեսնում եւ այստեղ երևի հարցը կարևորը ոչ թե գիտենալն է, այլ պլանավորելը։ Եթե մարդը կարողանում է պլանավորել, ենթադրելով որ կարող է դե ամեն ինչ էլ տեղի ունենալ եւ պլանները չկա պլանավորում։ Այո, որովհետև որոշակիություն չկա, մենք անընդհատ սնվում ենք անորոշությամբ, մեզ անընդհատ ինֆորմացիա է տրվում, որը ել ավելի անորոշ է դարձնում մեր ներկան եւ մեր ապագան, ամենամոտ ապագան։ Այսինքն գիտեք, այստեղ նույնիսկ հատուկ ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի այդ ապագան որոշակի լինի մարդկանց համար։ Գիտեք, մեծ պետությունները անընդհատ այդպիսի բաներ անում են, հա, իրենք անընդհատ իրենց քաղաքացիներին սնում են այդպիսի ապագայի մասին տեղեկություններով, հա, ինչ է լինելու, այ վաղ այս պետությունը ուր է գնալու, նույնիսկ եթե քաղաքացիները այդ ժամանակ չեն լինելու, հա, ասենք թե 200 տարի հետո, մենք ճիշտ հակառակն ենք անում։ Ինչ որ սարսափելի բաներ ենք անընդհատ պատմում, սարսափելի ֆիլմեր ենք ցույց տալիս, անընդհատ հեղինակազրկում ենք նաև ինքներս մեր քաղաքացիների աչքում մեր պետությունը։ Սա ճիշտ բան չի, որովհետև եթե ընտանիքում մարդը միշտ ուզում է վստահ լինել իր ծնողների մեջ, որ իր ծնողները ուժեղ են, իր ծնողները խելացի են, հասկանում են ինչպես վարվել, այ որ այս որոշումը կայացրեցին, ուրեմն մի բան գիտեն, կամ ծնողներս վաղը ինձ մի փոքր ժառանգություն կթողնեն եւ ես մի քիչ իմ կյանքը հեշտ կընթանա, նույն ձևով քաղաքացին նույն հարաբերության մեջ է պետության հետ։ Եվ ակնկալում է, որ պետությունը մի քայլ առաջ մտածում է իր մասին, մի քայլ առաջ հոգետանում իր մասին։
Մենք այս զգացողություն չունենք, մեր քաղաքացին այդ զգացողություն չունի։ Մեր քաղաքացին մտածում է, եթե ինքը իր գլխի ճարը չտեսնի, իր մասին ոչ ոք հոգ չի տանելու։ Չէ՞ կարծում որ դա նաև նրանից է, որ պետությունը որպես абստրակտ հասկացողություն քաղաքացու գլխում որպես կանոն չկա։ Մենք պետությունը ասոցացնում ենք իշխող իշխանական, այսպես ասենք, կառույցի եւ մարդկանց անգամ անձանց։ Այո, դրա համար ես ասեցի Լանա ջան, որ ինչ են մարդիկ մտածում, սա պետության խնդիր է պետք լինի։ Այո։ Այսինքն, եթե ես ուզում եմ, որ իմ մասին պատկերացումը լինի այսպիսին, ես պիտի դրա համար ջանք թափեմ։ Այո։ Եվ ես մեդիայի միջոցով, չգիտեմ, տարատեսակ process-ների միջոցով, ինչ որ բարեփոխումների միջոցով ես պիտի այդ պատկերացումը, որ գլխում ստեղծված է, սա մարքեթինգ է, չէ՞, նաև։ Այս պատկերացումը ես պիտի ստեղծեմ իմ քաղաքացու գլխում, թե ինչա մեր պետությունը, ինչ երևույթ է ինքը իրենից ինչա ներկայացնում։ Եվ սա պետության պատասխանատվությունն է։ Այն որ մարդիկ այսօր դեպրեսիայի մեջ են, ապաթիայի մեջ են, մոտիվացված չեն եւ այլն, սա պետության պատասխանատվությունն է։ Ինչպես է նաև քաղաքացին ինքն իրեն վերաբերվում։ Եթե քաղաքացին իր կյանքը օրինակ, չգիտեմ, համարում է շատ թանկ մի բան, եւ հոգատանում դրա մասին, սա էլի պետության, այսինքն պետության կողմից արված քայլերի արդյունքում է, որ քաղաքացին զբաղվում է իր առողջությամբ, որտեղ ինքը համարում է, որ ինքը շատ պետքական է, ասենց կարևոր մարդ է իր ընտանիքի, հասարակության, սոցիումի, իր աշխատավայրի, ամենտեղ ինքը շատ կարևոր է, ինքը պիտի հոգ տանի իր մասին։ Տեսնում է իր գոյության մեջ, այո։ Հիմա մենք իհարկե զուգահեռ տեսնում ենք որոշ դրական տեղաշարժ, որ մեր հասարակությունը, ասենք, աստիճանաբար սկսում է կարևորել սպորտի եւ առողջ ապրելակերպի հարցերը կամ ինչ որ ուրիշ բաներում սկսում ենք առաջընթաց տեսնել, բայց պետք է այդ համընդհանուր լինի։ Մենք տեսնում ենք սարսափելի դեմոտիվացված օրինակ դեռահասների հավես չունեն, ցանկություն չունեն, մի տեսակ աննպատակ ակտիվություն ունեն շատ հաճախ, հա, ոչ թե իրանք բողոք ունեն իրենց մեջ, ինչ որ տենց ծայրահեղ իմպուլսիվ բաներ են անում, ինչ էլի հա վտանգավոր է, բայց ավելի շատ դեմոտիվացված են, չհետաքրքրված, ոչ մի բանի մեջ իրանց մասնակցությունը եւ կարեւորություն չեն տեսնում, օրինակ մենք տեսնում ենք, որ բողոքի ակցիաներ դեռահասների կողմից։ Օրինակ ջո բան պահանջեն, ջո մի բան ասեն, գիտեք ինչ կա, մենք դուրս չի գալիս։ Հեռախոսները ձեռքներից, տեսեք ինչ բողոքի ակցիաներ կլինեն, ակցիաներ կհասունանան, կփակեն բոլոր փողոցները։ Տեսեք, հեռախոսներով անընդհատ զբաղվելը եւս դեպրեսիայի նշան է, այսինքն իրենք ժամանակը սպանելով են զբաղված։ Ակտիվ հետաքրքրություններ չունեն, ակտիվ բաներով չեն զբաղվում, շփման իրանք իրենց հասակակիցների հետ ակտիվ ոնց որ ժամանց չունեն, այսինքն հասկանում եք, այս նրբություններին պետք է անպայման ուշադրություն դարձնել, անտեսել դրանք չի կարելի, որովհետև այդ վաղը մեր հասուն սերունդն է։ Այսինքն վաղվա մեր հասուն քաղաքացիներն են, մասնագետներն են, որոնք ինչ որ կարևոր բաներով պիտի զբաղվեն, բայց այդ մարդիկ այսօր ուղղակի հետաքրքրված չեն ոչ մի բանով։ Ես մի առանձին խումբ էլ կուզեի առանձնացնել, վերջերս մի կոնֆերանսի մասնակցում, որտեղ կար զեկույց հենց պատերազմի ազդեցությունը կանանց վրա, տարբեր բաներ են խոսում, բայց մի արտահայտություն ասեց սոցիոլոգը, որ տպավորվեց մեջս, ասեց, որ պատերազմը որպես այդպիսին սրում է եւ կատալիզատոր է դառնում, վերաինտեգրում է հասարակության մեջ այդ այսպես կոչված մասկուլինության մշակույթը, բառիս բացասական իմաստով, հա, ամեն ինչ չէ որ տղամարդկային ամեն ինչ չէ որ բացասական է ի վերջո բացասական իմաստով, այսինքն ագրեսիայի, դոմինանտության, կոշտ վարքով հարց լուծելու եւ այլ նման մշակույթը, որը լուսանցքային էր մինչեւ պատերազմից հետո կարծես թե նորից վերադառնում է հասարակություն։ Իսկ թվում է, եթե մենք նայենք 02-ի քրոնիկան, մենք դրա արդյունքն էլ կտեսնենք։ Եվ սա վնասում է կանանց։ Պատերազմը ինչ է։ Պատերազմը ինքը իրենով մասկուլինության մի դրսևորում է։ Ֆեմինին երևույթ չի։ Մասկուլին, շատ sense կոպիտ, բիրտ մասկուլին երևույթ է։ Եվ պարտությունն էլ մասկուլինության տրավմա է։ Այսինքն բնականաբար այստեղ
տղամարդիկ ավելի տրավմատիզացված են այս ամենի արդյունքում, խոցված են, այո, եւ հենց մասկուլինության տրավմա է սա, ու բնականաբար դրսևորումներն էլ պետք է ավելի այդ դաշտից լինեն, բայց գիտեք, ես անդադ տեսնում եմ, որ մենք ոնց որ խոսում ենք, քննարկում ենք, ինչ որ բաներ ենք նկատում, արձանագրում ենք ինչ որ փաստեր, բայց գործողությունները ավելի դանդաղ են, քան process-ները բնական, որոնք գնում են, այսինքն այդ արձագանքը, որը պիտի լինի այսպիսի բաների դեպքում, շատ ավելի դանդաղ է։ Մենք կարծես դեպքերը լինում են, դրանից հետո այդ դեպքերի հիման վրա փորձում ենք սովորել, ոնց որ 0-ից սովորում ենք, ինչ են անում պատերազմի ժամանակ։ Բայց մենք ախր ունենք դրա փորձը, ինչ ենք նորից սովորում, թե ինչ են անում։ Իսկ ինչու է այդպես։ Մենք այսքան 30 տարի ասում եմ, էլ երկրաշարժ, էլ պատերազմներ, բախումներ, ես մի հետևություն տեսել եմ, հա, իրական, հա, որ ստեղծվել է զինվորի տունը, հա, ինչ որ պահի պարզապես մենք հասկացանք, որ զինվորներին, հա, լոկալ, ու նման ինչ որ լոկալ պրոյեկտներ, էլի կարող եմ երևի մատերս ծալելով նշեմ, բայց չկա համակարգային, անգամ հասարակական իմաստով։ Ես շատ պարզ պատասխան գտամ, ճշմարտության բացակայությունը կամ եթե այլ կերպ ասենք սուտը, այսինքն մենք տարիներ շարունակ ստով ենք սնում մեր հասարակությանը, սուտ պատկերացումներով մեր մասին, օրինակ մենք հաղթող ուժեղ, ես իմ այսպիսին այնպիսին ենք, չի կարելի ստով սնել հասարակությանը եւ քաղաքացիներին։ Մենք պիտի ճշմարտությունը մատուցենք, այդ ճշմարտության վրա պիտի ուժեղանանք, սովորենք, գնանք առաջ։ Ես երևի իրավունք չունեմ այդպիսի մեծ խոշոր եզրակացություններ անել, բայց իմ կարծիքն է, որ Գերմանիան պատերազմից հետո ինչքան արագ վերականգնվեց, չէ՞, բարդված երկիր էր, բարդված պետություն էր, քանդված, քայքայված եւ ինչքան արագ վերականգնվեց եւ այսօր ինքը ինչ մասշտաբների, ինչ տնտեսությամբ պետություն է։ Մենք Բերլինում ամեն քայլափոխի տեսնում ենք գերմանացու ներողությունը, որ հայցում է ամբողջ աշխարհից իր պետության կողմից իրականացված ոճրագործությունների մասին, հա, ամեն քայլափոխին ինչ որ մի ցուցանակ է, որտեղ գրված է, թե ինչ է տեղի ունեցել, ում են այստեղ գնդակահարել, ով է այստեղ սպանվեց եւ այլն։ Մենք հակառակ բանն ենք անում։ Մենք մեր պետության մեջ ինքներս մեզ անդադ ստում ենք մեր մասին, մենք մեզ անդադ համոզում ենք այնպիսի բաներ, որոնք չկան։ Այսինքն մենք ոնց որ հիմքը մեր ոտքի տակից հանենք։ Մենք պիտի ինքներս մեզ խոստովանենք, որ մենք այս տեղերում, այն տեղերում բաց ենք։ Դատարկենք, բոբիկենք, այստեղ պարտություն ենք ունեցել, այստեղ սա եղել։ Քանի դեռ մենք ճշմարիտ, ազնիվ, ուղիղ չենք խոսում նախ ինքներս մեզ հետ, հետո էլ հասարակության հետ, մենք ոտքի չենք կանգնելու։ Մենք չենք հաղթահարելու մեր խնդիրները եւ մեր դժվարությունները։ Մենք բարդույթների մեջ խեղդված, ինքներս մեզ եւ ուրիշներին խաբելով ապրում ենք։ Սա վախ ու պաշտպանական մեխանիզմ չէ, որովհետեւ ես հիշում եմ մի անգամ մի չափած տղամարդու հետ, ով պատերազմից գլուխ էր հանում, զրուցում ենք, նա ինձ ասաց, որ մենք չենք պարտվել, մեզ դավաճանել են։ Ինչին ես պատասխանեցի, որ եթե մեզ դավաճանել են, մենք պարտվել ենք, որովհետև թշնամու բանակին չեն դավաճանել։ Կապ չունի, այսինքն թշնամին կարողացել այնպիսի բանակ եւ այնպիսի պետություն կառուցել, որ իրեն չեն դավաճանել։ Իսկ դու չես կա, այսինքն արդյունքը նույնն է։ Նա նեղացավ շատ լուրջ, ու ես տեղ մտածեցի, այնքան խոցված էր, հա, իմ այդ հետևությունից, որ ինչ որ երեխայի պահված կա։ Մենք ամբողջ մեր հասարակությունը երեխայի ոչ հասուն ինֆանտիլ վարք ունի, ամբողջ մեր հասարակությունը։ Գիտեք, մենք իմ ծանոթներից մեկը մի օր ասեց, ես չէի տեսել, բայց ինքը պատմեց, որ ինչու մեկը միտեղ գրել է, որ մենք ամենահզոր ազգն ենք, մենք կհաղթենք եւ այլն, ինչու վերջերս ինչու մեկը մի այդպեսի գրառում է արել Facebook-ում, շատ այնց մանկական էլի, եւ չգիտեմ քանի հազար հոգի հավանել էր այդ գրառումը։ Հիմա տեսեք, մենք սովորաբար հասուն հասարակություններում մարդու ուղղակի անտարբեր կանցնի այդ գրառման կողքով, որովհետեւ ինչ որ անկապ միտք է, հա, մենք ամենահզորն ենք, մենք նախ շատ པարզ ամենք ով ենք, որովհետեւ մեր տնտեսությունը, մեր չափերը, մեր ուժը ամենից չափելի է։ Արդեն մենք չենք գտնվում այն ժամանակներում, երբ որ կարելի է օդի մեջ բաներ ասել։ Ամեն ինչ ունի իր գինը եւ հստակ երևում է։
Բայց մեր հասարակությունը դեռ գտնվում այն մակարդակում, որ ինքը անդադ ուզում է ստով իրեն կերակրեն։ Բայց սա պետության պարտականությունն է։ Հասարակությունը ինքը իրենով չի ոտքի կանգնի, զարգանա, առաջ գնա։ Հասարակությունով պետք է զբաղվել։ Այդ հասարակությունը կարող է դառնալ հրեշ, ֆաշիստ, չգիտեմ էլ ինչ, եւ կարող է դառնալ բարեգործ կամ զարգացող, աճող, ստեղծագործ ինչ-որ մի մարդկանց խումբ, եթե իրենով մենք զբաղվենք։ Իսկ այստեղ մենք տարերային կերպով սենց անտերության մատնած բաց ենք թողել այս հասարակությանը, որը իհարկե ամենահեշտ մեթոդներով փորձում է ինքն իրեն պաշտպանել, ստերով, կերակրել, որը բնականաբար պետությունը անընդհատ շռայլորեն մեզ մատուցում է։ Դրանցից մեկը է դա, մենք չենք պարտվել, մենք ուժեղ ենք, մենք խելացի ենք, մենք հզոր ենք, մենք ունենք։ Չեք կարծում եք խնդիրը նրանում է, որ այդ ձեր ասած պետության ղեկին այդ նույն հասարակության ներկայացուցիչներն են, որոնք արտացոլում են այդ նույն իրավիճակը։ Բնականաբար, բայց գիտեք, շատ ռեսուրսը ենթադրում է շատ պատասխանատվություն, մի քիչ ավելի խելք։ Այո, եւ իհարկե այստեղ ես կդժվարանամ ասել ինչ լուծումներ առաջարկել, որտեղ եթե այդ լուծումներն իմանայի, երևի թե այդպիսի ինչ որ տեղ կզբաղեցնեի եւ կառաջարկեի, բայց սա նաեւ խոսում է այն մասին, որ այս ամենը նոր չի։ Մենք ունենք երկար տարիների այդպիսի անառողջ վարվելակերպի պատմություն։ Մենք 2, 3, 5, 10 տարում չենք այս վիճակին հասել։ Մենք երկար տարիներ անընդհատ այդ ստի մեջ ապրել ենք եւ այդ ստով շարունակել ենք կերակրել մեր հասարակությանը։ Դրա համար մենք արդեն ունենք բոլոր ոլորտներում այդ դեգրադացիան կա։ Այսինքն աստիճանաբար ես կարծում եմ, որ մեր հասարակությունը հետսովետական ոնց որ ինչ որ այն ժամանակ ստեղծվել էր, լավ, վատ, ինչ որ մի ձևով, այդ ամենը սպառելով է զբաղված եղել։ Այս բոլոր տարիների ընթացքում իներցիայով, այո, եւ մենք բնականաբար sense անկում ենք ապրում, եկել ենք հասել ենք այս կետին, որովհետեւ մեր կառավարությունները չեն վերցրել պատասխանատվություն դժվար ճանապարհով գնալու, բայց կառուցելու։ Որովհետև երբ որ դու անում ես լուրջ կարևոր մի բան, հաճախ հասարակությունը դիմադրում է, հասարակությունը ոնց որ այդպես հեշտ չի ընդունում։ Հիմա եթե մենք որոշենք օրինակ ինչ որ կանոններ մտցնել, հասարակությունը դիմադրելու է, նույնիսկ եթե այդ կանոններից ինքը պիտի շահի։ Օրինակ, որոշենք օրենքը սենց խստորեն պահել, ամբողջ հասարակությունը պայքարելու է։ Ոնց թե բան, ստեղով մենք միշտ անցնում ենք, մեզ չեք թողնում կամ ամրագոտիները հիշեցի։ Այո, հիմա այդ դժվարություններին պետքա դիմանա եւ պատասխանատվություն վերցնի կառավարությունը իսկապես փոխելու, ոչ թե ուղղակի իրար քծնելով, իրար տենց բարի պուպուշ խոսքեր ասելով գնանք համընդհանուր դեգրադացվելու ճանապարհով։ Շատ լավ, մեր ժամանակը մոտենում է ավարտին, ես հաղորդման վերջում բավականին դες գորշ գույներով խոսեցի։ Դե հիմա իրականությունը այնպեսին է, ինչպեսին կա, այն մեզ դիտողներից, հա, այն մարդիկ, ովքեր հասկանալի է, որ ամբողջ պետությանը դժվար մենք դուք կարողանաք ինչ-որ խորհուրդ տալ, բայց կանեն մարդիկ, ովքեր այդ ձեր ասած ապաթիայի մեջ են, միգուցե ինչ-որ դեպրեսիա չի, մարդը ինչ-որ ուրախություններ ունի կյանքում եւ այլն, բայց ընդհանուր ապագա չի տեսնում, տեսլական չունի, ոչինչ չի պլանավորում, իներցիայով է ապրում, տան ուրախանում է եւ այլն, բայց այ ինչ անի նման մարդ, ինչ խորհուրդներ կտակ։ Գիտեք, ես կասեի, որ համեմատությունը մեր մտածական ամենապարզ օպերացիան է, ամենահեշտը։ Պետք է օգտագործել այդ օպերացիան։ Այսինքն, ինչքան էլ մեր երկրում կան խնդիրներ, եւ ես էլ այստեղ հնչեցրեցի բավականին բարձր պահանջներ, եւ այո, գտնում եմ մենք ունակ ենք այդ բոլորը բավարարել այս պահին, միևնույնն է, մենք ամենավատ տեղում չենք ապրում աշխարհի, եւ մեր պետությունը ամենավատ վիճակում չի, մեր քաղաքացիները ամենավատ վիճակում չեն հաստատ, եւ պետք է մենք անընդհատ աշխարհի տարբեր երկրների պետությունների հետ մեզ համեմատենք, մեր հարևան շատ պետություններ շատ ավելի երկար են գտնվել պատերազմների մեջ, շատ ավելի մեծ կորուստներ ունեցել, զուգահեռ մենք տեսնում ենք, հա, հարևան պետությունում ինչ է կատարվում, եւ մենք պիտի իսկապես գոտեպնդվենք եւ այս մանկական լացուկոցը, նվնվոցը, ուրիշների վրա անընդհատ ամեն ինչ թողնելը, ուրիշներին մեղադրել, ինքներս մեզ մեծարելը բոլոր մակարդակներում պետք է դադարեցնենք։ Մեծանալու ժամանակ։ Պետք է մեծանանք, վերցնենք մեզ վրա մեր պատասխանատվությունը եւ ամեն ինչ անենք ավելի լավ, քան անում ենք երեկ։ Իսկ մենք անընդհատ արդարացումներ ենք գտնում, թե ինչու ենք այսօր անում ավելի վատ, քան երեկ։
Սա պետքա դադարեցնել, բոլորն իրենց տեղում այդ պիտի դադարեցնեն, սկսեն կանոններով վարել մեքենան, ամոթ է, այն բոլոր վթարները, որ մենք ամեն օր փողոցում տեսնում ենք, սա մեր ինտելեկտուալ կարողությունների մասին է խոսում։ Զոհերի քանակը ու գերազանցում են պատերազմը։ Ծիծաղելի է, հասկանում եք, այսպես վարվել, այսքան անպատասխանատու վարվել։ Սա ամոթ է ուղղակի։ Մենք մի փոքրիկ չինական գյուղ ենք մեր քանակով։ Մենք կարող ենք եւ արագ վերականգնվել եւ արագ իհարկե կարող ենք քանդվել։ Այսինքն խոսքս ուղղում եմ նրան, որ պետք է համեմատենք եւ հասկանանք, որ չէ, մենք դեռ լիքը բան կարող ենք վերականգնել, լիքը բան կարող ենք բարելավել։ Մենք մի փոքր պատասխանատվություն վերցնենք մեր կյանքի համար, մեր գործողությունների համար, մեր խոսքի, բառերի, քայլերի, մտքերի, մեր էմոցիոնալ վիճակի համար, որովհետև եթե բաց թողնենք, բոլորս կգտնենք լիքը պատճառ տխրելու, հուսահատվելու համար, բայց մեր կյանքը մեր ձեռքում է, մենք իսկապես կարող ենք առաջ գնալ եւ փոխել այս իրավիճակը։ Շատ լավ, շատ շնորհակալություն այսպես ասենք հուսադրող նոտայի վրա ավարտենք մեր զրույցը։ Ես բոլոր նրանց, ովքեր շարունակում են դեռ մեզ հետևել, հիշեցնեմ, որ Media Lab կայքի հետ համատեղ շարունակում ենք ոդքասթների շարքը հոգեբանների հետ եւ խոսում ենք Հայաստանի հասարակության մասին։ Կշարունակենք, կլինեն այլ ոդքասթներ հոգեկան առողջության մասին, պատերազմի հաստատության մասին, մեր ծանոթների, մեր հարազատների բոլորից վրա, որովհետև թերևս ոչ ոք անմասն չի մնացել այս արհավրքից, որ մեզ պատահեց, ավելի մանրամասն հոդվածներ, ռեպորտաժներ, հարցազրույցներ, սյունյակներ կգտնեք Media Lab կայքում։ Տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը, այսօր մեր հյուրն էր Երկուսով հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի փոխնախագահ Անուշ Ալեքսանյանը։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։